Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք թոփ լուրերն են։ Նյու Օրլեանում տեղի ունեցել սենսացիոն փախուստ 10 կալանավոր, որոնցից մեկը կրկնակի մարդասպան ազատորեն շրջում են երկրում։ Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ 3 տարվա ընթացքում հանդիպել են խաղաղության բանակցությունների համար, բայց առանց Պուտինի եւ Զելենսկիի մասնակցության, ինչ է նախատեսում Թրամփը այս փակուղուց դուրս գալու համար։ Միջազգային լարվածություն Գազայում նոր արյունարի փուլ 100-ավոր զոհերի իսրայելական ռմբակոծություններից հետո Թրամփը կոչ է անում մարդասիրական օգնության, բայց հրադադարի հույսեր չի տեսնում։ Դատարանները չեն լռում, Գերագույն դատարանը մերժել է Թրամփի պահանջը վտարել վենեսուելացիներին առանց դատաքննության, միևնույն ժամանակ դաշնային դատավորները Նյու Մեքսիկոյում բեկանել են ներգաղթյալների դեմ ներկայացված ազգային անվտանգության մեղադրանքները։ Ներքին խառնաշփոթ Նյու Ջերսիի երկաթուղային համակարգը կանգ է առել, գործադուլ առաջին անգամ 40 տարում 350,000 ուղևոր ստիպված են եղել նոր երթուղիներ որոնել։ Տանկեր Վաշինգտոնի փողոցներում հայտնի է 1 Աբրամս տանկերը անցնելու են մայրաքաղաքով Թրամփի ծննդյան օրը, որքանով է ապահով փողոցների համար եւ որքան կարժենա բանակի այս հսկայական շքերթը։ Ոչնչացված ժառանգություն Լուիզիանայում հրդեհ մոխրացրել է 1859-ին կառուցված Նոտավայի առանձնատունը, սա միայն հրդեհ չէ, այլ ամբողջական պատմության կորուստ։ Կլիմայական ճնշում, սուր եղանակային հարվածներ միաժամանակ ԱՄՆ-ի մի քանի նահանգներում, վտանգավոր փոթորիկներ, խոշոր կարկուտ, ջերմային ալիք եւ հազարավոր մարդիկ առանց էլեկտրաէներգիայի։ Ամռան ընթացքում սպասվում է էլեկտրաէներգիայի վճարների 12 տարվա ամենաբարձր մակարդակը, պատճառները րոպեներ անց։ Թրամփը մամուլում, նախագահը գերազանցել է բոլոր ժամանակների ռեկորդները մամուլի հետ շփումներում, ինչպես է նա փոխում մեդիայի հասանելիության կանոնները։ Իսկ վերջում կամփոփենք շաբաթվա տնտեսական ցուցանիշները։ Լուրերը շատ են եւ միաժամանակ կարևոր, իսկ եթե կարևորում եք նաեւ մեր աշխատանքը, բաժանորդագրությունն ու նյութերը լայքելը կլինեն լավագույն աջակցությունը։ Սկսենք օրվա գլխավոր ու նաեւ վտանգավոր լուրից։ Նյու Օրլեանի բանտից փախուստի են դիմել 10 կալանավոր, 9 դեռևս փախուստի մեջ են, իսկ մեկին հաջողվել է բռնել, հայտնում է Լուիզիանայի նահանգային ոստիկանությունը։ Փախուստը տեղի ունեցել առավոտյան, շերիֆ Սյուզան Հյուսթոնը հայտնել է, որ կան նախնական տվյալներ, ըստ որոնց կալանավորների փախուստին ներսից է օգնություն ցուցաբերվել։ Մենք ուսումնասիրում ենք դեպքը ամբողջությամբ գնահատելով կառույցյան վտանգությունը, աշխատակազմի գործողությունները եւ տեխնիկական հնարավոր խոցելիությունները։ Ցանկացած վրիպակի կամ անկարգապահության դեպքում անձիկ կենթարկվեն ամբողջական պատասխանատվության։ Փախուստի մեջ գտնվողներից մեկը, օրինակ Դերիկ Գրովսը, դատապարտվել է 2 սպանության եւ 2 սպանության փորձի համար։ Օրինակ մյուս կալանավորը Կորի Բոյդը մեղադրվում է 2-րդ աստիճանի սպանության մեջ եւ ներկայումս սպասում է դատավարության։ Լուիզիանայի գլխավոր դատախազ Լիզ Մյուրիլը միջադեպը որակել է որպես անընդունելի, հավելելով, որ տեղի իշխանությունները չափազանց ուշ են նաեւ տեղեկացրել հասարակությանը։ Նյու Օրլեանի ոստիկանապետ Էն Քրիս Պատրիկը նշել է, որ համագործակցում են FBI եւ ԱՄՆ մարշալների հետ փախուստի դիմացներին գտնելու եւ հնարավոր վտանգի ենթարկված վկաներին պաշտպանելու համար։ Նշվում է, որ արդեն 1 ընտանիք տեղափոխվել է ապահով վայր, որոնողական գործողությունները դեռևս շարունակվում են։ Միացյալ Նահանգների ներգրավվածությամբ միջազգային թեմաներից։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև վերջին 3 տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները Թուրքիայում տևել են 2 ժամից քիչ, առանց որևէ տեսանելի առաջընթացի։ Բանակցությունները տեղի են ունեցել Ստամբուլում, առանց խաղաղության պայմանավորվածության։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որը բանակցությունների ընթացքում գտնվել է Ալբանիայում, եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ռուսաստանը պետք է համաձայնի լիակատար հրադադարի։ Եթե Ռուսաստանի պատվիրակությունը նույնիսկ պատրաստ չէ այդ նվազագույն հրադադարի քայլին, ապա հստակ է, Պուտինը շարունակում է խոչընդոտել դիվանագիտական լուծմանը։ Ռուսաստանի պահանջների թվում է եղել Ուկրաինայի սեփական տարածքներից հրաժարվելու պայմանով հրադադարի հասնելու առաջարկը։ Չնայած լուրջ արդյունքների բացակայությանը, կողմերը այդուամենայնիվ պայմանավորվել են առաջիկա օրերին փոխանակել հազարական ռազմագերի, ինչը կարող է դառնալ ամենախոշոր փոխանակումը պատերազմը սկսվելուց ի վեր։ Զելենսկին նշել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել խաղաղության ուղղությամբ, սակայն հույսերը մարել են, երբ Թրամփը Մերձավոր Արևելքի շրջագայության վերջում հայտարարել է, որ մինչև իր եւ Վլադիմիր Պուտինի ուղիղ հանդիպումը խաղաղ գործընթացում առաջընթաց չի լինի։ Չնայած Զելենսկիի հրապարակային հրավերին Պուտինը հրաժարվել է անձամբ ժամանել Ստամբուլ, ուղարկելով միջին մակարդակի պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություն։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Մոսկվան գոհ է բանակցությունների արդյունքներից եւ պատրաստ է շարունակել երկխոսությունը։
Երկու կողմերն էլ պատրաստվում են ներկայացնել հնարավոր հրադադարի տեսլականը, սակայն բանակցությունների շարունակության հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է հանդիպում կազմակերպել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հնարավորինս շուտ։ Այս հայտարարությունը նա արել է Մերձավոր Արևելք կատարած քառօրյա այցի ավարտին, մեկնաբանելով Պուտինի բացակայությունը Ռուսաստան-Ուկրաինա խաղաղ բանակցություններից, որոնք անցկացվեցին Թուրքիայում։ Կարծում եմ, պարզապես պետք է անենք դա, ժամանակն է։ Եթե հարցը չլուծվի, գոնե պարզ կլինի, թե ինչի հետ գործ ունենք։ Նա չգնաց, որովհետև ես այնտեղ չէի։ Ես հիմա էլ կարող եմ մեկնել նրա այդ հանդիպման, բայց ուզում եմ տեսնել թոռանս, Տիֆանիի որդուն, նա նոր է ծնվել։ Ամեն շաբաթ 5000 երիտասարդ է զոհվում։ Մենք պարտավոր ենք վերջ տալ այս պատերազմին։ Մենք դա կանենք։ Այսօր հարյուրավոր պաղեստինցիներ փախել են հյուսիսային Գազայի տարածքներից իսրայելական ուժեղ ռմբակոծություններից հետո։ Տեղական առողջապահական մարմինների տվյալներով երեկվանից սկսած զոհվել է ավելի քան 250 մարդ, ինչը համարվում է հրադադարի խափանումից ի վեր ամենաարյունալի փուլերից մեկը։ Վերլուծաբանների գնահատմամբ մոտ ապագայում հնարավոր է նոր ցամաքային ներխուժում։ Դոնալդ Թրամփը, որը ուրբաթ օրն էր ավարտել իր այցը Մերձավոր Արևելք, նշել է Գազայում շատերը քաղցած են եւ շեշտել է մարդասիրական օգնության առաքման անհրաժեշտությունը, սակայն հրադադարի ուղղությամբ որևէ առաջընթաց այս պահին նա չի տեսնում։ Այսօր հարվածներ են հասցվել Բահային եւ Ջաբալիային, այդ թվում Ջաբալիայի փախստականների ճամբարին, որտեղ պաղեստինցիները փլատակների տակ փրկվածների էին որոնում։ Չնայած միջազգային աջող ճնշմանը, Իսրայելը շարունակում է մերժել հրադադարի բանակցությունները եւ Գազայի շրջափակման դադարեցումը։ Փոխարենը Իսրայելը ինտենսիվացրել է ռմբակոծությունները եւ ուժեղացրել սահմանային զինուժի կուտակումները։ Դատական վեճերի եւ ներքաղաքական իրավիճակների մասին։ Թրամփի վարչակազմը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել հանրային առողջապահական բաժինների ֆինանսավորումը կրճատելու ծրագրերը Ռոդ Այլանդի դաշնային դատավորի որոշմամբ։ Դատավոր Մերի Մաքքերլոյը նախնական արգելք է սահմանել Թրամփի վարչակազմի որոշման վրա, բավարարելով 23 նահանգների եւ Կոլումբիայի շրջանի ներկայացրած հայցը։ Հայցվորները պահանջել էին կանխել 11 միլիարդ դոլարի ֆինանսավորման դադարեցումը, ինչը ըստ նրանց կփլուզեր երկրի հանրային առողջապահական համակարգը։ Ռոդ Այլանդի գլխավոր դատախազ Փիթեր Ներոնան նշել է. եթե առողջություն չունենք, ապա ոչինչ չունենք։ Դաշնային կառավարությունը պնդել էր, որ COVID-19-ի համավարակի ավարտից հետո այդ միջոցները այլևս անհրաժեշտ չեն, սակայն դատավոր Մքելրոյը նշել է, որ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը իրավասու չէ ինքնական որոշելու, որ ֆինանսավորումն այլևս անհրաժեշտ չէ։ Դատարանը նաեւ ընդգծել է, որ միջոցների կորուստը միայն տնտեսական չէ, ուստի սա սպառնում է հիմնական հոգեկան առողջության, կախվածությունների բուժման եւ առողջապահական այլ ծառայություններին։ Նախնական արգելքը վերաբերում է միայն հայցը ներկայացրած նահանգներին։ Դաշնային կառավարությունը մինչև երեքշաբթի երեկո պետք է ներկայացնի կատարողականի փաստաթղթերը։ Գերագույն դատարանը այսօր մերժել է Թրամփի վարչակազմի պահանջը արագ վտարել վենեսուելացիներին 18-րդ դարի պատերազմի օրենսդրության հիման վրա։ Դատավորներն ընդգծել են, որ գործը չի վերաբերում օրենքի կիրառման իրավաչափությանը, այլ այն հարցին, թե արդյոք ներգաղթյալներին հնարավորություն տրվել է արդար դատական գործընթացի։ Դատարանի ստորագրած որոշման մեջ նշվում է. մենք ճանաչում ենք կառավարության ազգային անվտանգության շահերի կարևորությունը, բայց դրանք պետք է իրականացվեն սահմանադրությանը համապատասխան։ Թրամփի կողմից Թրենդե Արագուան որպես օտարահաբեկչական կազմակերպություն ճանաչելու եւ դրա դեմ պատերազմ հայտարարելու հիման վրա սկսված վտարումները դատարաններում բազմիցս վիճարկվել են։ Առնվազն 3 դաշնային դատավոր արդեն որոշել են, որ Թրամփի վարչակազմը սխալ է մեկնաբանում այդ օրենքը։ Չնայած դատական անհաջող ընթացքին Թրամփի վարչակազմը հերթական դիմումն է ներկայացրել Գերագույն դատարանին, պահանջելով թույլ տալ շարունակել դաշնային աշխատուժի կրճատման ծրագիրը միությունների եւ քաղաքների կողմից ներկայացված հայցի ընթացքի ժամանակահատվածում։ Արդարադատության նախարարությունը վիճարկում է Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատավոր Սյուզան Իլստոնի ժամանակավոր արգելքը, որը կանգնեցրել էր Թրամփի նախաձեռնած դաշնային կառավարությունը կրճատելու գործընթացը։ Գերագույն դատարան դիմաց գլխավոր դատախազ Ջոն Սաուերը հայտարարել է, որ դատավոր Իլստոնը գերազանցել է լիազորությունները։ Նյու Մեքսիկոյում դաշնային դատավորները սկսել են մերժել ազգային անվտանգության խախտման մեղադրանքները այն ներգաղթյալների դեմ, ովքեր անցել են ամենահարավային սահմանը նոր նշանակված ռազմական գոտու տարածքով։ Դատարանը եզրակացրել է, որ քիչ են ապացույցները, թե ներգաղթյալները գիտեին այդ տարածքների մասին։ Ապրիլի վերջից ի վեր Նյու Մեքսիկոյի եւ Տեխասի արևմտյան հատվածի դաշնային դատախազները ներգաղթյալների դեմ ներկայացրել են մեղադրանքներ ազգային անվտանգության կանոնների խախտման եւ ռազմական տարածք ներխուժելու վերաբերյալ առնվազն 400 դեպքով։ Ներգաղթյալները մեղադրվում են ինչպես ԱՄՆ ապօրինի մուտք գործելու, այնպես էլ նոր նշանակված ազգային պաշտպանության գոտի մուտք գործելու մեջ։ Լաս Կրուսեսի դաշնային դատավորները մերժել են ռազմական ներխուժման մեղադրանքները առնվազն 120 գործով, այդ թվում այսօր կայացած որոշումներով։
Սակայն Միացյալ Նահանգներ ապօրինի մուտքի մեղադրանքները պահպանվել են։ Այդ գոտիներով անցած ներգաղթյալների դեմ ներկայացված ազգային անվտանգության նոր մեղադրանքները նախատեսում են մինչև 18 ամիս ազատազրկում, բացի ապօրինի մուտքի համար նախատեսված հնարավոր 6 ամիս ժամկետից։ Երկրում տեղի ունեցող ներքին իրադարձությունների եւ արտակարգ դեպքերի մասին։ Նյու Ջերսիի երկաթուղային գործադուլը կատվածահար է արել 350,000 ուղևորի երթևեկությունը։ Երկաթուղային համակարգի ինժեներները այսօր վաղ առավոտյան գործադուլ են սկսել։ Սա առաջին երկաթուղային գործադուլն է նահանգում վերջին 40 տարում։ Այն սկսվել է այն բանից հետո, երբ վերջին բանակցությունները չեն ավարտվել պայմանագրով։ Միությունը հայտնել է, որ գործադուլը կշարունակվի մինչև արդար վճարման հասնելը։ Նրանք պնդում են, որ Նյու Ջերսի տրանզիտում աշխատող ինժեներները պետք է վարձատրվեն այն մակարդակով, ինչպիսին է Ամթրեքում կամ Լոգ Այլենդ Ռեյլրոդում։ Նահանգապետ Ֆիլ Մըրֆին եւ Նյու Ջերսի տրանզիտի ղեկավար Քրիս Կոլորին հանդես են եկել մամուլի ասուլիսով, նշելով, որ աշխատավարձերի հարցում մոտ են համաձայնության, սակայն ընդգծել են ֆինանսական կայունության անհրաժեշտությունը։ Հաջորդ բանակցությունները նախատեսված են կիրակի դաշնային միջնորդի մասնակցությամբ։ Քանի դեռ խնդիրը չի լուծվել, հազարավոր ուղևորներ ստիպված են վերանայել իրենց աշխատանքային ռեժիմը եւ երթևեկության պլանները։ ԱՄՆ բանակը պատրաստվում է տեղադրել ծանր երկաթե սալիկներ Վաշինգտոնի մի շարք առանցքային փողոցներում, որպեսզի պաշտպանեն ասֆալտը 25 միավոր M1 Abrams տիպի մարտական տանկերի շարժումից։ Այս տանկերը ցուցադրվելու են հունիսի 14-ին կայանալիք զինվորական շքերթի ընթացքում, որը նվիրված է բանակի ստեղծման 250-ամյակին եւ չգիտես ինչու պատահականորեն համընկել է նախագահ Դոնալդ Թրամփի 79-ամյակի հետ։ Շքերթի գլխավոր տեսարժան պահերից մեկը լինելու է հենց Abrams տանկերի շարասյունը Սահմանադրության պողոտայով։ Ամեն տանկ կշռում է ավելի քան 60 տոննա եւ ունի 4 հոգանոց անձնակազմ։ Բնակիչների եւ պաշտոնյաների մտահոգությունները, որոնք վերաբերում են տանկերի ծանրությանը եւ դրա հնարավոր վնասին մայրաքաղաքի ճանապարհներին, նախկինում կանխել էին նման շքերթները Թրամփի օրինակ առաջին ժամկետում։ Սակայն այս անգամ բանակը որոշել է օգտագործել բազմա 100 կիլոգրամանոց մետաղական սալիկներ, որոնք տեղադրվելու են հատկապես այնտեղ, որտեղով անցնելու են տանկերը։ Քաղաքապետ Մյուրիել Բաուզերը հայտնել է, որ եթե տանկերը վնասեն ճանապարհները, պետք է ապահովվի նաև վերանորոգման ֆինանսավորումը։ Շքերթը եւ տոնակատարությունը սպիտակ տան կարժենա մոտ 25-ից 45 միլիոն դոլար։ Միջոցառմանը կներգրավեն շուրջ 6600 զինծառայող, 150 մարտական մեքենա եւ 50 ուղղաթիռ։ Յուրաքանչյուր պատմական պատերազմի ժամանակաշրջան ներկայացնելու է 60 զինվոր համապատասխան դարաշրջանի հագուստով, իսկ նրանց կհետևեն 400 զինծառայող ժամանակակից համազգեստով։ Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է պարաշուտային ցածկ ոսկե ասպետներ խմբի կողմից համերգ եւ հրավառություն։ Լուիզիանա նահանգում բռնկված ավերիչը լիովին ոչնչացրել է Նոտվեյ առանձնատունը, որը 1859 թվականին կառուցված պատմական շինություն էր։ Այս կառույցը համարվում էր Ամերիկայի հարավում պահպանված ամենամեծ առանձնատունը։ Մինչև հրդեհ առանձնատունը ծառայել է որպես հանգստյան համալիր եւ հանդիսությունների վայր։ Նոտավեյն ունեցել է ավելի քան 100 սենյակ, հսկայական սյունազարդ ճակատ եւ շքեղ ինտերիեր, ներառյալ իտալական մարմարե բուխարիներ։ Այն կառուցվել էր ստրկությամբ շահագործվող տնտեսության հիման վրա։ 1860 թվականին այնտեղ 155 ստրկացված մարդ էր ապրում։ Վերջին տասնամյակներին Նոտավեյը վերածվել էր հանգստյան համալիրի եւ պատմամշակութային վայրի, որտեղ հաճախ տեղի են ունենում նաեւ հարսանեկան եւ այլ հանդիսություններ։ ԱՄՆ-ում կլիմայական հարված է հասցվում միաժամանակ մի քանի տարածաշրջանների։ Տեխասում բարձր ջերմաստիճաններ են գրանցվում, իսկ միջին Ատլանտյան եւ Ափալաչյան շրջաններում օվկիանոսային ուժգնությամբ քամիներով փոթորիկներ եւ կարկուտ են սպասվում։ Օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ կենտրոնական Ափալաչյան եւ միջին Ատլանտյան տարածքներում վտանգավոր մթնոլորտ է ձևավորվում։ Կենտուկիում, Ինդիանայի հարավում, Իլինոյսում, Թենեսիում, Միսուրիում, Արկանզասում եւ Օհայոյում բնակիչներին նախազգուշացրել են հնարավոր փոթորիկների, մինչև բեյսբոլի գնդակի չափ կարկուտի եւ տորնադոների վերաբերյալ։ Սրան զուգահեռ Սան Անտոնիոյում եւ Օստինում ջերմաստիճանը հասել է մինչև 40.5 աստիճան Ցելսիուսի։ Մասնագետները զգուշացնում են ջերմային հյուծվածության եւ ջրազրկման վտանգի մասին։ Արդեն իսկ գրանցված քամիների արդյունքում էլեկտրականության խափանումներ են։ Միչիգանում շուրջ 230,000 բաժանորդ է առանց էլեկտրաէներգիայի, Ինդիանայում մոտ 60,000, Իլինոյսում եւ Կենտուկիում 27,000։ Այս ամառ Միացյալ Նահանգներում բնակիչները կարող են բախվել վերջին 12 տարվա ամենաբարձր էլեկտրաէներգիայի ծախսերին պայմանավորված երկու պատճառով՝ շոկ եղանակով եւ գնաճով։ Ըստ էներգետիկ օգնության ազգային տնօրենների ասոցիացիայի նոր վերլուծության ամռան ամիսներին միջին տնային էլեկտրաէներգիայի վարձը կավելանա ավելի քան 6%-ով։ Բարձր ջերմաստիճանների եւ էլեկտրաէներգիայի թանկացման համադրությունը հանգեցնելու է նրան, որ ընտանիքները ոչ միայն ավելի բարձր գին են վճարելու, այլ նաեւ ավելի շատ էներգիա են սպառելու հենց օդորակիչների ինտենսիվ օգտագործման պատճառով։
Այսօր միայն 26 նահանգ է ամառային սեզոնին ապահովում էլեկտրաէներգիայի համար ֆինանսական օգնություն, իսկ 33 նահանգում որևէ արգելք անգամ չկա էներգակիրների մատակարարումը դադարեցնելու համար վճարման ուշացման դեպքում։ Մամուլն այսօր հետաքրքիր հաշվարկ է ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի մամուլի հետ հանդիպումների թիվը եւ պարզել, որ այն գերազանցել է ոչ միայն իր նախորդ ցուցանիշը, այլ նաև բոլոր 6 նախորդ նախագահներին։ Ըստ ուսումնասիրության, Թրամփն ունեցել է 129 մամուլի ասուլիս կամ հարցազրույց միայն առաջին 100 օրում։ Սա զգալի աճ է 2017 թվականի համեմատ, երբ իր առաջին ժամկետի առաջին 100 օրում նա ունեցել է 89 նման հանդիպում։ Թրամփի նախընտրած ձևաչափը կարճ հարց ու պատասխաններն են լրագրողների հետ, որոնցից 40-ը տեղի են ունեցել օվալաձև գրասենյակում։ Հետազոտության համաձայն Թրամփի այս մեթոդը նպաստել է նրան, որ մեծ թվով ամերիկացիներ տեղյակ են նախագահի գործողություններին, թեև հնարավոր է, որ համաձայն չեն դրանց բովանդակության հետ։ Թրամփի վարչակազմը նաև փոխել է մամուլի հասանելիության կարգը։ Նոր մեդիա քաղաքականության համաձայն սահմանափակվում է ավանդական լրատվական գործակալությունների մուտքը նախագահական միջոցառումների ժամանակ եւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի նախաձեռնությամբ կառավարությունը մեծացնում է աջակողմյան լրատվամիջոցների, փոդքասթների հեղինակների եւ ինֆլուենսերների մասնակցությունը։ Թրամփն այս ժամանակահատվածում տվել է 26 հարցազրույց, որոնցից 16-ը Fox News-ին։ Համեմատության համար նախկին նախագահ Ջո Բայդենը պաշտոնավարման 100 օրում ունեցել է 87 ասուլիս կամ հարցազրույց։ Ռոնալդ Ռեյգանը ամենաքիչն է ունեցել ընդամենը 23, սակայն այն ժամանակ նա վերականգնվում էր սպանության փորձից հետո։ Վերջում շաբաթվա տնտեսական թվերը Թրամփի շրջագայության եւ Չինաստանի հետ համաձայնությունների ֆոնին։ 30% ԱՄՆ-ի ներմուծման սակագինը չինական ապրանքների համար իջեցվել է նախկինում կիրառված 145% մակարդակից։ Չինաստանը նույնպես նվազեցրել է իր սակագները, հասցնելով 10%-ի։ Սա տեղի է ունեցել երկու երկրների բանակցություններից հետո, որոնք ղեկավարում էր ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Նա հայտարարել է 90-օրյա դադարի մասին, ինչը լավ արձագանք է ստացել ֆոնդային շուկաներում, սակայն տնտեսագետները հիշեցրել են, սակագները դեռևս բարձր են մինչև Թրամփի առևտրային պատերազմի սկիզբը եղած մակարդակներից։ 96 միլիարդ դոլար։ Հենց այս արժեքն ունի Քաթարի ավիաընկերության Boeing-ի ինքնաթիռների գնման պայմանագիրը, որը կնքվել է Թրամփի մերձավոր արևելք այցի ժամանակ։ Նույն այցի ընթացքում ստորագրվել են պայմանագրեր արհեստական բանականության, նավթ արդյունաբերության եւ այլ ոլորտներում։ Արաբական Միացյալ Էմիրություններում Թրամփը ողջունել է երկրի 1.4 տրիլիոն դոլար ներդրումային խոստումը նախատեսված ԱՄՆ տնտեսության համար առաջիկա 10 տարիներին։ 0.7%։ Այսքան է Մեծ Բրիտանիայի տնտեսական աճը առաջին եռամսյակում, սպասվածից բարձր ցուցանիշ օգնել է ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզին, սակայն փորձագետները զգուշացնում են, տվյալները կարող են խեղաթյուրված լինել ընկերությունների նախքան Թրամփի մաքսային քաղաքականության ուժի մեջ մտնելը կատարած ապրանքային պահուստավորմամբ։ 11,000 այսքան աշխատատեղ է կրճատում Նիսանը զուգահեռ փակելով 7 գործարան։ Ընկերությունը փորձում է նվազեցնել ծախսերը, հաշվի առնելով շահույթի կտրուկ անկումը եւ մեքենաների մոդելների հնացած կազմը։ 7%։ Այսքանով են նվազել Alibaba-ի բաժնետոմսերի արժեքը ընկերության սպասվածից թույլ ֆինանսական արդյունքների հրապարակումից հետո։ Չինական մանրածախ առևտրի ոլորտում ուժեղ մրցակցություն է ընթանում գնորդների զեղչերի նկատմամբ բարձր պահանջարկի պատճառով։ Ընկերություններն այս պահին մեծ ներդրումներ են անում արագ առաքման շուկայում, ապրանքները 60 րոպեում կամ ավելի կարճ ժամանակում հասցնելու նպատակով։ Միևնույնն է, այս ամենի կողքին կանգնած է Թրամփի մաքսային եւ առևտրային պատերազմները, որոնք շարունակում են ազդեցությունը պահել համաշխարհային շուկաների վրա։ Այսօրվա լուրերից առանձնացրել ենք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։